Ողջույն սիրելի հետևորդներ։ Երբ մարդը կորցնում է սիրելի մեկին կամ մտածում է մահվան մասին, տրտմություն է պատում մարդու սիրտը։ Հաճախ ամենաշատ տրվող հարցը սա է. արդյոք սա վերջն է։ Այսօր Աստվածաշունչը տալիս է պատասխան, որը կարող է փոխել մեր ցավը, մեր վախը, մեր ապագայի ընկալումը։ Այս խոսքերը կարդում ենք Թեսաղոնիկեցիներին ուղված առաջին նամակում։ Եվ սա հույսի ամենահզոր խոսքերից մեկն է։ Եղբայրներ, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք ննջեցյալների մասին, որպեսզի չտխրեք ուրիշների նման, որոնք որևէ հույս չունեն։ Եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ եւ հարություն առավ, նույնպես էլ Աստված Հիսուսի միջոցով եւ նրա հետ կյանքի կբերի ննջեցյալներին, բայց սա ասում ենք Տիրոջ խոսքի հիման վրա։ Մեզնից նրանք, ովքեր կենդանի կմնան Տիրոջ գալստյան ժամանակ, չպիտի առաջ անցնեն ննջեցյալներից, որովհետև երբ հրամանը լսվի, հրեշտակապետն ազդարարի եւ Աստուծո փողը հնչի, Տերը ինքը երկնքից պիտի իջնի եւ Քրիստոսով մեռածները նախ հարություն պիտի առնեն, եւ ապա մեզանից նրանք, որ կենդանի մնացած կլինեն, նրանց հետ միասին ամպերի վրա կհափաշտակվեն ընդառաջ գնալու Տիրոջը օդում եւ այդպես Տիրոջ հետ կլինենք մշտապես։ Ուստի միմյանց քաջալերեք այս խոսքերով։ Ամեն։ Պողոս առաքյալը սկսում է շատ գործնական կոչով։ Ապրեք այնպես, որ ուրիշները տեսնեն ձեր կյանքը, այսինքն հավատքը միայն ներսում չէ, այն երևում է մեր ապրելակերպում։ Սիրելի հավատավոր հետևորդ, մարդիկ հաճախ կարդում են ոչ թե Աստվածաշունչը, այլ քո կյանքը։ Ապրիր այնպես, որ քո վարքը լինի վկայություն։ Պողոս առաքյալը խոսում է մահվան մասին, նա չի ասում մի տրտմեք, նա ասում է մի տրտմեք այնպես, ինչպես նրանք, որ հույս չունեն։ Սա շատ կարևոր տարբերություն է։ Քրիստոնյան նույնպես ցավում է, բայց հույսով։ Սիրելի հետևորդ, եթե քո ցավը իրական է, բայց այն առանց հույսի չէ, երբ հույս կոտրում ես, երբ կոտրվում ես, մի փակվիր հուսատության մեջ, հիշիր կա շարունակություն։ Առաքյալը տալիս է հիմքը, Քրիստոսը հարություն առավ, եւ եթե դա ճշմարիտ է, մահը վերջը չէ։ Այս ճշմարտությունը կապված է Հիսուս Քրիստոսի հետ։ Մեր հույսը գաղափար չէ, այն հիմնված է իրական իրադարձության վրա։ Ամրացրու քո հավատքը Քրիստոսի հարության վրա։ Առաքյալը նկարագրում է մի մեծ իրադարձություն։ Տերը պիտի գա, կլինի հրաման, ձայն, փողը հնչյուն, մահացածները պիտի հարություն առնեն։ Սա խոսում է Քրիստոսի երկրորդ գալուստի մասին։ Պատմությունը գնում է դեպի նպատակ։ Այն չի ավարտվում քաոսով, այլ Աստծո հաղթանակով։ Ապրիր այնպես, կարծես Քրիստոսը կարող է գալ հենց այսօր։ Սա հատվածի ամենահուսադրող խոսքն է, եւ այսպես միշտ Տիրոջ հետ պիտի լինենք։ Սա հավիտենական հարաբերության խոստում է։ Սիրելի հավատավոր հետևորդ, եթե քո կյանքի վերջնական նպատակը սա է, լինել Աստծո հետ, մի կենտրոնացիր միայն այս աշխարհի վրա։ Հիշիր քո հավիտենական կոչումը։ Այս հատվածը մեզ տալիս է շատ հզոր հիմք։ Քո կյանքը պետք է լինի վկայություն։ Քո տրտմությունը կարող է լինել հույսով։ Քրիստոսի հարությունը մեր հույսի հիմքն է։ Նա պիտի վերադառնա։ Մենք հավիտյան նրա հետ պիտի լինենք։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե այսօր քո սրտում կա ցավ, վախ, անհանգստություն, լսիր այս խոսքը։ Սա վերջը չէ։ Քրիստոսը հաղթել է մահվանը եւ նրա մեջ կա կյանք։ Մի ապրիր առանց հույսի, մի տրտմիր առանց լույսի, մի վախեցիր ապագայից։ Այսօր ընտրիր ապրել հավատքով եւ հիշիր, վերջում մենք չենք կորցնում, մենք հանդիպում ենք, վերջում մենք չենք ավարտում, մենք միանում ենք Տիրոջ հետ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե հավանեցիք այս տեսանյութը, կարող եք մեկնաբանության մեջ գրել ձեր կարծիքը, հավանել այս տեսանյութը եւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։
Եվ կարևորը նաև, որ տարածեք, ուղարկեք ձեր քրիստոնյա քույրերին ու եղբայրներին, նրանք եւս հաղորդակիցն են Աստծո խոսքին։